Տատախազը մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի եւ 4 աշխատակիցների նկատմամբ։ Տատախազի նախաձեռնությամբ 2008 թվականի մարտի 1-ից 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 2016 թվականի փետրվարի 11-ը Հայաստանի կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցրած ԳՀ-ի նկատմամբ պաշտոնեական կեղծիք կատարելու եւ ենթակա աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելը կազմակերպելու համար։ Ավելի քան 200 միլիոն դրամ արժեքով գույքի նկատմամբ պաշտոնական լիազորությունների չարաշահման եւ փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել Կրթության եւ Գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի, վերջինիս որդու Արտյոմ Խաչատրյանի, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի եւ նախկին պրոռեկտոր Արթուր Ավագյանի, Երևան մոլ առևտրի կենտրոնի նախկին փոխտնօրեն Հարություն Թադևոսյանի նկատմամբ քրեական վարույթի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել քննչական կոմիտեն, նշելով, որ 2009-ից 16 թվականներին ընկած ժամանակահատվածում Աշոտյանը Գագիկ Խաչատրյանի եւ վերջինիս որդու եւ վերոնշյալ մյուս անձանց հետ շահեկան պայմաններով առանց խոչընդոտների ապահովել են օտարման ոչ ենթակա գույք ձեռք բերելը, ինչի հետևանքով Հայաստանի սեփականության ֆոնդից կոռուպցիոն սխեմայի կիրառմամբ դուրս է բերվել Երևանի կենտրոն վարչական շրջանի Պուշկին փողոցի 38 կոտորակ 1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 208 միլիոն 908 հազար 500 դրամ արժեքով առանձնապես խոշոր չափերով ավելի քան 451 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը եւ դրա անբաժանելի մաս համարվող հողամասը եւ ոչ ուսումնական նպատակներով օգտագործելու համար փոխանցվել է բարձրաստիճան պաշտոնատար անձի եւ վերջինիս հետ փոխկապակցված անձի սեփականության ֆոնդ։ Դրանից հետո հայր եւ որդի Խաչատրյանները ներկայացրել են, որ գույքը ձեռք է բերել իրենց մտերիմ Երևան մոլ առևտրի կենտրոնի նախկին փոխտնօրեն Հարություն Թադևոսյանը, ապա բարեխիղճ ձեռք բերող հանդես գալու ակնկալիքով վերջինիցս 75 միլիոն դրամով գնել են նշված գույքը գրանցելով այն Արթուր Խաչատրյանի անվամբ։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաև տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը։ Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար։ Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Գեներալ լեյտենանտ Տիրան Խաչատրյանին եւս նոր մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը, նշելով, որ Խաչատրյանին մեղադրում են 2023 թվականի սեպտեմբերին փողոց փակած քաղաքացիների ուղղությամբ բարձր արագությամբ ընթացող ավտոմեքենային հարվածելու միջոցով խուլիգանություն կատարելու համար։ Դատախազությունն ուսումնասիրել է կառավարության որոշմամբ օտարված Արարատ ցեմենտ ընկերության մասնավորեցման գործընթացը եւ հայտնաբերված իրավախախտումների հիմքով հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան։ Հայաստանի կառավարության վերոնշյալ որոշումն առ ոչինչ ճանաչելու եւ հետևանքները վերացնելու պահանջով։ Այս մասին տեղեկացնում են գլխավոր դատախազությունից, հայցի հիմքում ի թիվս այլ հայտնաբերված խախտումների ներառվել են մասնավորեցման գործընթացի հետ կապված մի շարք հանգամանքներ։ Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը Արարատ ցեմենտ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում եւս հայտնաբերել է մի շարք խախտումներ։ Ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախկին փոխնախարար գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի մահվանից 27 տարի անց նոր դատաբժշկական փորձաքննության արդյունքում հերքվել է նրա կողմից ինքնասպանություն գործելու վարկածը։ Արծրուն Մարգարյանի դին հայտնաբերվել էր 1999 թվականի փետրվարի 9-ին Երևան-Սևան ավտոճանապարհից Նորհաճ ընտանող Խաչմերուկի հարակից տարածքում։ Նրա մարմնի վրա եղել էին հրազենային վնասվածքներ։ Դեպքից կարճ ժամանակ անց սպանության կասկածանքով մեղադրանք էր առաջադրվել Մարգարյանի թիկնապահներ Արսեն եւ Արմեն Խաչատրյաններին, սակայն նախաքննական մարմինը հետագայում հանգել էր այն եզրակացության, որ Մարգարյանը գտնվելով ծանր հոգեբանական վիճակում ինքնասպանություն է գործել։ Գործը նոր ընթացք է ստացել 2025 թվականին։ Փորձագետների նոր եզրակացությամբ հերքվել է ինքնասպանության վարկածը, քանի որ առաջին հրազենային վնասվածք ստանալուց հետո նա ունակ չէր լինելու ատրճանակն ուղղել, գլխի հետին հատված եւ կատարել երկրորդ կրակոցը։ Նա ընդունակ էր լինելու կոորդինացված շարժումներ կատարելու նոր ապացույցների հիման վրա ձեռք են բերվել փաստական տվյալներ, ըստ որոնց Արծրուն Մարգարյանը սպանվել է իր թիկնապահ Արսեն Խաչատրյանի արձակած կրակոցներից։ Քննչական մարմնի վարկածով սպանությունը կապված է եղել Մարգարյանի ծառայողական գործունեության հետ։ Միջնորդություն է ներկայացվել Արսեն Խաչատրյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Դատարան է ներկայացվել նաև նրան կալանավորելու միջնորդություն։